Եղել է դեպք, երբ ձեր քարոզածը սխալ է հասկացվել եւ վնասել ինչ-որ մեկին։ Ձեր օգնականները ազատորեն կարող են քննադատել ձեզ, թե դա ընկալվում է որպես չհնազանդություն, անհնազանդություն։ Օհո, տարօրինակ հարց։ Սկսում է սուր հարցերի շարանը, անդրադառնում ենք ֆինանսական հարցին։ Ճիշտ է, որ դրսից եք ֆինանսավորվում։ Տերը սրտիս հետ խոսեց, ասեց, որ ինքը ի վիճակի չի ամուսնանալու։ Երբ հավատացյալը ֆինանսական ծանր վիճակում է, եկեղեցին աջակցում է նրան, եթե այո, ինչ սահմաններով։ Մենք խուսափում ենք այդ մարդկանց անունները տալուց, որպես այդ մարդը չգնա հանգարց իրան վնասի, ասի ինձ խայտարակարեց։ Ինչպես եք վերաբերում այլ հարանվանություններին, հատկապես հայ առաքելական եկեղեցուն։ Եկեղեցուն բերած գումարները, զոհաբերությունները ինչպես են հաշվառվում ու կառավարում։ Հաշվառվում ու կառավարվում են։ Ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի եղբայրներ, քույրեր, սիրելի հավատացյալներ, ինչու՞ չէ նաև անհավատներ, որովհետև հավատում եմ, որ միգուցե օրերից մի օր իմ նման, որ ես անհավատ էի, աթեիստ էի, դուք էլ ինչ որ բանի շնորհիվ, ինչ որ հրաշքի շնորհիվ կամ Աստված կկպնի ձեզ ու դուք էլ կսկսեք Աստծուն հավատալ, ինչպես որ ես հավատացի։ Բայց ես հավատացի այն ժամանակ, երբ որ իրապես Աստծո սերը հպավ ինձ ու ես հասկացա, որ առանց Աստծո այս կյանքն ունայն է։ Այսօր մենք ունենք մի հետաքրքիր հաղորդաշար, որը որ ծնվեց այն ամենից, երբ որ Լիբանանում էի ու իմ եղբայրները, քույրերը այնտեղ ունեին հարցեր ու այդ հարցերի տարափը կար ու իմ օգնականներով նստած ահագին հարցերի պատասխանեցինք, բայց որոշ հարցեր նույնպես մնացին անպատասխան ու հասկացանք, որ եւս երկրորդ հաղորդումը պետք է նկարենք, որպեսզի կարողանանք այդ բոլոր հարցերին պատասխանել։ Իմիջիայլոց կխնդրեմ ձեզ, որ անպայման բաժանորդագրվեք, կարող եք բաժանորդագրվել, որպեսզի այն տեսանյութերը, այն երգերը, քարոզները, որ մենք դնում ենք ամենօրյա կարճ քարոզները, ոչինչ բաց չթողեք։ Նաև կարող եք հարցերի այդ շարքը տեսնել նկարագրության բաժնում, ձեզ հետաքրքրող հարցերը այնտեղ նույնպես կա, դու կարող եք հպում պարզապես կատարել ու ձեզ հուզող հարցերը, ինչ որ ձեր մտքի մեջ էլ կար, կարող եք հենց այնտեղ էլ տեսնել, բայց կարող եք նաև դիտել ամբողջ տեսանյութը, դրանով ավելի շատ կօգնեք, որ կտարածվի այս հաղորդումը ու շատ մարդիկ կտեսնեն ու իրապես հնարավորություն կունենան Աստծո խոսքը լսելու։ Այնպես որ օրհնված եղեք, հանգիստ նստեք եւ վայելեք այս հաղորդաշարը եւ այն հարցերը, որ մարդիկ ուղարկել են, գրել են ու ես կխնդրեմ, որ նաեւ դուք էլ ուղարկեք ձեր հարցերը։ Հարցերը կարող եք ուղարկել մեկնաբանություններում, եթե այնպիսի հարցեր են, որոնք որ կուզեք բոլորն էլ տեսնեն, եթե չեք ուզի, որ բոլորը տեսնեն, որ դուք եք, կարող եք ուղարկել իմ Instagram-յան էջին։ Ես կկարդամ եւ մյուս հաղորդման ժամանակ կփորձեմ պատասխանել ձեր հարցին այնքանով, ինչքանով որ տեսնում եմ այն, որ Սուրբ գրային պատասխան ունի։ Ուրեմն առաջի հարցը մի քիչ անձնական, ընտանեկան, ծառայողական հարց է, կապ ունի նրա հետ, երբ որ ես հայտարարեցի, որ Հայաստանից պիտի գնամ այլ երկիր, իհարկե Հայաստանից բացի ուրիշ երկիր չեմ ուզի երբեք ապրեմ, եթե Աստված չի ուղարկում, ծառայության բնույթով։ Այսինքն, երբ որ ես իմ ծառայությունը վերջացնում եմ որևէ երկրում, անպայման վերադառնում եմ Հայաստան, իմ հայրենիք, որը շատ եմ սիրում ու ամենաշատն եմ սիրում։ Ու հիմա հարցը հետևյալն է. լսեցինք, որ այժմ էլ նախատեսում եք տեղափոխվել Հայաստանից։ Ինչու նման նոր քայլ։ Քանի որ վստահ Հայաստանում էլ այս հարցը պիտի առաջանա, թե ինչու, այսինքն Հայաստանի եկեղեցում։ Գիտեք, ես իմ կամքով չեմ շարժվում, ես միշտ փնտրում եմ Աստծո կամքը ու Աստված ոնց առաջնորդում է, ես այդպես էլ անում եմ։ Իրականում, երբ որ Լիբանանից վերադարձա, ընդհանրապես հարց չկար, որ ես պետք է իմ կյանքը շարունակեմ, ծառայեմ Հայաստանում, ես այդպես էլ մտքումս պատկերացնում էի, ունեի, բայց գիտեք, Աստված անակնկալների Աստված է ու հանկարծ հովիվիս միջոցով եւ երազների, տեսիլքների հաստատումով Տերը ուղղորդում է նորից արաբական երկիր ու իրականում այնպիսի մի երկիր, դեռ չեմ կարող ասել երկրի անունը, հետո անպայման կհայտարարենք, դուք էլ կիմանաք, այնպիսի մի երկիր, որ փոքր ժամանակ հարցնում էին, ասում էին, ինչ ես ուզում դառնաս, ես ասում եի, հենց այդ երկրի անունն էի նշում, ասում եի, այդ երկրում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Պատկերացնում եք, ու եկավ ժամանակը ու ես հասկացա, որ փոքր ժամանակ նույնիսկ սրտիս մեջ, մտքիս մեջ Աստված էր դրել դա, որ ես այդ անունը տայի,
ու այդտեղ եմ գնում ոչ թե Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, չնայած ես դեսպանատան աշխատող չասեմ, բայց օգնական եղել եմ ուսանող ժամանակ Դամասկոսում, բայց գիտեմ դա ինչա, շատ եմ սիրել այդ գործը ընդհանրապես, բայց Աստված սիրտս փոխեց, դարձա ես երկնքի դեսպան Լիբանանում, Սիրիայում եւ ուր որ գնացել եմ որպես Աստծո դեսպան եմ գնացել, այսինքն ու հիմա էլ Աստված պատրաստում է ուղարկել այդ երկիր, այնպես որ իմ ընտանիքով շուտով ժամանակը հստակ չգիտենք, բայց Տերը երբ որ ազդանշանը տա, այդ ժամանակ մենք կգնանք այդ երկիր ու փորձենք Աստծո թագավորությունը կառուցել հենց Սուրբ Հոգու զորությամբ։ Ինչու եմ ասում կփորձենք, որովհետեւ գիտեմ դժվարությունները, բայց գիտեմ որ մարդկայինով հնարավոր չի, Աստված կհամագործակցի եւ կօգնի։ Թող Աստված օրհնի։ Դուք էլ ընթացքում կարող եք այս հաղորդումը լսելու ժամանակ կարող եք ձեր հարցերը հենց այս տեսանյութի տակ գրել եւ ես անպայման այդ հարցերը կվերցնեմ ու կձևակերպեմ, կհղկեմ եւ մյուս հաղորդաշարի ժամանակ կանդրադառնամ։ Ուրեմն հաջորդը սկսում է սուր հարցերի շարանը ու ինչպես որ նախորդ հաղորդման ժամանակ այնպես էլ հիմա անդրադառնում ենք ֆինանսական հարցին, ֆինանսական թեմա։ Ճիշտ է որ դրսից եք ֆինանսավորվում։ Գիտեք, այս բամբասանքը մանավանդ հայության շրջանում շատ կա, որովհետև Հայաստանը երևի ժամանակին լինելով աղքատության մեջ միշտ մտածում է որ անպայման դրսից ինչ որ մեկն է։ Դա մեր մտքի մեջ դաջվել է, որ ինչ որ մեկ անպայման ինչ որ քերի բարեկամ, երբ որ մեզ ինչ որ բան են ուղարկում, մտածում են երևի հավատացյալները դժվար թե Հայաստանից սնվեն, դրա համար մտածում են ինչ որ մեկ անպայման պետքա հովանավորի, բայց ես ձեզ հիասթափեցնում եմ, ասում եմ, որ մենք բացարձակ ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենալու ենք եւ ոչ էլ ունենք հենց հիմա ֆինանսական հովանավորություն դրսից, այլ սա հսկայական մի եկեղեցի է, հսկայական մի շարժում ունի իր բյուջեն, իր գանձանակը, որը ձևավորում է մարդկանց նվիրատվությունով, ինչպես որ Սուրբ Գրքն է ասում, ինչպես որ Աստվածաշունչն է ասում, հենց այդպես ինչպես որ Հիսուսը կոչ է անում մարդկանց նվիրատվություն անել, այդ նվիրատվությունով այդ գանձանակը ձևավորվում է եւ բաշխվում է ոչ թե պարզապես ով ինչ ուզի, ով ինչպես ուզի կառավարի, չէ, ընկերության, մեծ ընկերության պես, ոնց որ մեծ ընկերությունը ունի իր ֆինանսները եւ ըստ անհրաժեշտության ծրագրավորված ամեն ինչով, բանկային համակարգով օրինական, կատարյալ օրինական ձևավորում է ու ֆինանսական խորհուրդ կա եւ որոշված աշխատավարձը ամեն մեկին, ով որ ինչ աշխատանք որ ունի, ըստ աշխատանքի որակի, չափի եւ այլն։ Այնպես որ այսպես է ձևավորվում եկեղեցու, մեր եկեղեցու ֆինանսական գանձանակը։ Ու ասեմ ձեզ, այնպես չի որ մենք ինքներս ենք տնօրինում, մեծ խորհուրդ կա, հսկողություն կա, իհարկե մեծ պատասխանատվություն կա նաև ֆինանսական տնօրինության վրա, հովվական կազմի վրա, բայց եւ այնպես մի անձնյա տնօրինում չի լինում, այլ դա լինում է խորհրդով, որպեսզի պատասխանատվությունը հավասարապես կրենք ու Աստծո առաջ ենք մենք պատասխանատու ամեն լումայի, ամեն կոպեկի համար, որովհետեւ մենք Աստծուն պատվում ենք մեր ամեն էությունով ու իրականում մենք աստվածավախություն ունենք տնօրինելու ամեն ինչը ինչ որ Աստծո տան մեջ կա, ինչ որ մարդիկ ի սրտե բերում են տալիս են, այնպես որ հենց այնպես չի լինում ամեն ինչը ու մենք հովանավոր չունենք, այս էլ է հարցի պատասխանը։ Եկեղեցուն բերած գումարները, զոհաբերությունները ինչպես են հաշվառվում ու կառավարում։ Հաշվառվում ու կառավարվում են, արդեն կառավարվելու մասին հիմնականում ասեցի, բայց հաշվառման մասին ասեմ, որ դա թիմ է, հաշվում է, ներկայացնում է, մուտքը արվում կառավարության հսկողությունն էլ ժամանակին եղելու կա, այսինքն դա այնպես չի որ գաղտնի տնօրինում է տեղի ունենում, մեծ թիմ կա, որը հաշվում է, տեղավորում է, ամեն ինչ անում է, բանկում դրվում է ու ըստ անհրաժեշտության արդեն քիչ առաջ էլ ասեցի, բաշխվում է, այնպես որ ոչ մի գաղտնի բան չկա, նույնիսկ ինչպես որ մեր եկեղեցու պատասխանատու հովիվներն էին ժամանակին ասում, կարող եք գալ, տեսնել, ինչպես է կատարվում այդ ամեն ինչը ու ինչ որ մի բան էլ կսովորեք, որովհետև օրհնություն է իրապես այսպիսի կառավարումը, որովհետև
թափանցիկ է, որովհետև մենք ամեն անգամ տարվա մեջ առնվազն մի անգամ հաշվետվություն ենք տալիս, մենք իրար ենք հաշվետու, մտածում ենք ավելի շեշտադրումը անել այլ բանի վրա, օրինակ ենթադրենք զգում ենք կարևորություն, ինչ որ կարևորությունա փոխվում, անհրաժեշտությունա գալիս, ժամանակ առ ժամանակ վերանայում ենք, այնպես որ շատ հրաշալի կերպով, հա, ու ես ասենց կիսակատակով կարող եմ ասել, նույնիսկ պետությունը կարող է նայել, թե եկեղեցում ոնց է ֆինանսները կառավարվում եւ շատ բաներ կսովորի եւ կոորդնված կլինի, որովհետեւ ըստ Աստվածաշնչի ենք մենք անում, խոսքի իման վրա։ Հաջորդ հարցը. երբ հավատացյալը ֆինանսական ծանր վիճակում է, եկեղեցին աջակցում է նրան, եթե այո, ինչ սահմաններով։ Սիրելիներ, չափազանց շատ դիմումներ ենք ստանում, իրականում մենք բոլորդ էլ գիտեք, որ հզոր մեծ ու տարիներ շարունակ ձևավորված գթության ծառայություն ունենք, որը գթասրտության հետ կապ ունի, Հիսուսն ասեց գնացեք տեսեք, շատ փոփոխությունների է ենթարկվում այս ծառայությունը, հրաշալի պատասխանատու ունենք, ինչու է փոփոխությունների ենթարկվում, որովհետև ժամանակ է եղել, որ ինչ որ ունեցել ենք եկեղեցում, հաց ենք ունեցել, բոլորը տվել ենք, նույնիսկ իհարկե ես չեմ եղել այդ ժամանակ, փոքր երեխա եմ եղել այդ ժամանակ, բայց նախկինում երբ որ եկեղեցին նոր էր սկսվել, մարդիկ տալիս էին սրտանց, ինչ որ ունեին, բայց հետո արդեն հասկանում են, որ ըստ խոսքի պետք է շարժվեն ու ժամանակ առ ժամանակ Հիսուսը տալիս էր, Հիսուսը հրաշքներ էր անում, նաև քննում էր, նաև աղքատ Բարդուղիմեոսին հարցնում էր ինչ ես ուզում, ոչ թե գումարի համար էր հարցնում, այլ ուղղակի աղքատ Բարդուղիմեոսը կարիք ուներ տեսնելու, միգուցե մտքի նորոգման, նույնիսկ աղքատին կարող ես ոչ թե ուղղակի պարզապես գումար տալ, այլ գումար աշխատելու հնարավորություն տալ, կամ ինչպես որ ասում են, ոչ թե ձուկ տալ, այլ ձուկ բռնել սովորեցնեն։ Այսպիսի ձևով ենք մենք վերաբերում աղքատներին, իհարկե ժամանակ առ ժամանակ լինում է այնպես, որ Աստված առաջնորդում է ու հստակ մարդկանց, հստակ ղեկավարներին է ասում ում, ոնց, ինչ արվի, դրա համար երբ որ համատարած այսպես բաժանենք, կարող է կռիվ ու ինչ որ խառնաշփոթ սկսվի, որովհետև կասեն ինձ էլ տու, այդպես չի լինում, ուղղակի կամայական ձևով չի լինում, Աստծո առաջնորդությամբ է լինում ու գթության ծառայությունը ինքը գնում է, տեսնում է, գնահատում է իրավիճակը, այսինքն գնում է նույնիսկ իրանց տները, եթե տուն էլ չունեն, ինչ որ վագոններ, այսպիսի տնակներ են լինում, որտեղ որ այդ մարդիկ ապրում են, տեսնում են ու իհարկե իրականում տեսանյութերը լեցուն են մեր սոցիալական հարթակներում, նաև YouTube-ում հենց դրա մասին կարող եք մտնել, նայել, տեսնել, թե Աստված ոնց է փառավորվում, հազարավոր մարդկանց են հասել եկեղեցու ծառայողներ, ես ինքս մասնակցել եմ այդ ծառայությանը, գնացել եմ, մտել եմ մարդկանց տներում, որոնք որ պարզապես ի վիճակի չեն նույնիսկ մուրալու, պատկերացնում եք, այսինքն այդպիսի մարդկանց են ասնում, այլապես եթե հանկարծ ինչ որ մեկին տան, ասենք մեկը գալիս ասում է հիվանդ եմ, օրինակ, չեմ կարողանում բան անեմ, աշխատեմ, այդ մարդուն եթե 10, մյուսն էլ կգա, մանիպուլյացիան կսկսվի, խառնաշփոթ, քաոս, եթե չտաս կսկսեն անիծել, ես լսել եմ եկեղեցիներ, որ այդպես վարվել են, չեք պատկերացնում ուր են գնացել, անդունդ ուղղակի։ Դրա համար եկեղեցին Սուրբ Հոգով առաջնորդում, եթե Սուրբ Հոգին առաջնորդում է տալ տվյալ անձին, տեսնելուց, քննելուց, հասկանալուց հետո տալիս է, եթե չէ, նույնիսկ եղել է դեպք, երբ որ մարդ է եղել, եկել է ուզելու ուղղակի այն ժամանակ, երբ որ մի քիչ էլ դեռ նոր էր սկսվել, մի քիչ խառնաշփոթ կար, կազմակերպված չէր, գալիս է ու Սուրբ Հոգով առաջնորդված պատասխանատուն ասում է, որ ոչ, գնա այստեղից, դու կարիք չունես, նույնիսկ կոպիտ, պարզվում է մարդը եկել էր խաբելու, մեքենա էլ ուներ, ամեն ինչ էլ ուներ, պարզապես ուզում էր օգտվել, ձրի է, ինչի չվերցնեմ սկզբունքով։ Այնպես որ սիրելիներ, այսպես է ղեկավարվում այդ ֆինանսը Սուրբ Հոգու առաջնորդությամբ, այնպես որ եկեղեցին Սուրբ Հոգով լցված հզոր կառույց է, Տիրոջ մարմինն է ու մենք պետք է ամեն բան անենք Սուրբ Հոգով, ոչ միայն ֆինանսական բնագավառում, ամեն առումով։ Փառք Տիրոջը։ Հաջորդ հարցը. եկեղեցու ներսում ունեք ֆինանսական վերահսկող մարմին, թե վստահում եք միայն հատուկ մարդկանց։ Ինչպես է կանխում չարաշահումները, որքան է Հովվի դերը ֆինանսների հարցի մեջ։ Մի քիչ անդրադարձա մի քիչ առաջ մյուս հարցերի մեջ, իհարկե վերահսկող մարմին կա, դա խորհուրդ է, որպեսզի մի անձնյա չլինի երբեք, մի անձ չի որոշում, իհարկե այդ խորհուրդը նստում է, ծանրութեթև է անում, որոշում է կայացնում ինչքան հատկացնի, օրինակ ինչ որ ծախսի համար, ծախսի տեսակները տարաբնույթ են, շատ տարաբնույթ իրապես ու ծանրութեթև անելուց հետո օրինակ որոշում է որ X չափ տրվում է այս հարցի լուծման համար, չարաշահում երբեք չի լինում,
պարզապես վերանայումներ է լինում, որովհետև ենթադրենք շեշտ ես դնում այսիշ թվականին, այսիշ ծառայության վրա, մեկ էլ տեսնում ես, որ արդեն ստեղ պետքա թեթևացնել, ստեղ պետքա անել։ Այնպես որ չարաշահումներ չկան, որովհետև կամայական չի, ինչպես նոր ասեցի, Սուրբ Հոգով ենք առաջնորդվում, որքան է մեծը հովի դերը ֆինանսների մեջ, իրականում հովիվը բոլորի աչքերի մեջ նայելով, խորհրդի աչքերի մեջ նայելով, որովհետև ինքն էլ ոնց որ այդ հաշվետու է այդ մարդկանց արչև, այդ թիմի արչև, պատասխանատու մարդկանց խորհրդի արչև, այնպես որ հովիվը կարող է միայն առաջարկ ստանալ, լինում է որ երբեմն ինչ որ մարդ ասում է, իսկ կարելի է էսենց անել, դեմ լինել, քննարկել, հասկանալ, գալ ընդհանուր հայտարարի։ Սա է, ու հովիվը վերջնական պատասխան տա։ Այսպես ասի, որ այո, սա ենք ընդունում, վերցնի ինչ որ մեկի կարծիքը կամ ասի, իսկ եթե սենց, սա է հովի վերջին խոսքը, մնում է ոնց որ հովին, այնպես որ կարող է նաև ինչ որ մեկն էլ առարկի ու վերջում հովին էլ համաձայնվի, որ հա ճիշտ է ասում, այսինչ մարդը ավելի փորձառու է կամ ինչ որ բան գիտի, ինֆորմացիա է տիրապետում, այսպես է լինում, այնպես որ հրաշալի է ուղղակի, շատ հրաշալի։ Հիմա անցնենք ծառայողական հարցերին։ Երբևէ մտածել եք, որ ձեր որոշ խորհուրդներ ազդել են մարդկանց կյանքի ընթացքի վրա, լավ կամ վատ կողմով, զղջում ունեցել եք։ Իհարկե ես որ պատասխանում եմ, հիմնականում իմ անձից եմ պատասխանում, ես որևէ մեկի կողմից չեմ պատասխանում, բայց նաև պատասխանում եմ ոնց է ընդունված կարգը, որը մեր եկեղեցում կա, բոլորս էլ այդ կարգի մեջ ենք եւ այլն։ Հիմա իհարկե եղել են խորհուրդներ, որոնք որ այդ պահին, ասենք, տվել ես, զգացել ես, որ կարող է ինչ որ բան նույնիսկ սխալ հասկացվի ու այդ մարդու կյանքը ուրիշ ձև դասավորվի քո խորհրդի պատճառով, ես նույնիսկ եղելա, որ հետ եմ կանչել, ասել եմ ոնց ես հասկացել։ Էդի սկզբում է եղել։ Ինքը ասել է այս ձև, ասել եմ չէ, այս ինչ բառը դու սխալ ես հասկացել։ Մանավանդ լինում է մշակութային տարբերություն, երբեմն որ կարող է դու հարցը այս կողմով ես նայում, ուրիշ դիտանկյունով ես նայում, ինքն էլ լրիվ ուրիշ կողմով է նայում, քո ասած ամեն բառը ինքը կհասկանա իր պրիզմայով, կհասկանա իր ներսում եղածով։ Այնպես որ որպեսզի լավ հասկանանք, ընդհանուր մի քիչ մանրանում ենք, որպեսզի ինքը հասկանա այդ խորհուրդը ոնց ընկալեց, դու էլ ես մտածում խորհուրդը ոնց ընկալեց, տեսնում ես որ ճիշտ է ընկալում, բաց ես թողում արդեն։ Իհարկե լավ խորհուրդներ կամ վատ ազդեցություններ եւ այլն հնարավոր է մարդ ենք կարող է պատահի, բայց Փառք Աստծուն հիմնականում երբ որ ներսում աղոթում ես Սուրբ Հոգին է քեզ առաջնորդում, գրեթե սխալվելու հնարավորություն չկա, երբ որ դու իրականում Սուրբ Հոգուն ես վստահում։ Եվ ցանկացած հովիվ, ցանկացած առաջնորդ, ցանկացած մենթոր, խորհրդատու պետք է այդպես անի, այլապես եթե իր խելքից, իր տրամաբանությունից անի, սխալվելու հավանականությունը մեծ կլինի։ Գիտեք, եղել է օրինակ մարդ է եղել հրաշալի վկայություն է սա, գալիս է հարազատ անձնավորություններից մեկը հենց Լիբանանում գալիս է, հələ դեռ ամուսնացած չէր, ասեց հովիվ ուզում եմ որ իրար հետ աղոթենք, դու ինքդ առաջնորդվես, ինձ ասես ոնց անեմ։ Իրականում չեմ ուզում ուրիշի անձնական կյանքի մեջ խառնվեմ, դրա համար ասեցի ես կուզեմ աղոթեմ, բայց եթե ինչ որ բան ուզում ես Աստծուց ստանաս, դու ինքդ ստացի։ Ինչու ես ստանամ, ինչու հետո եթե հանկարծ ինչ որ մի բան այն չլինի, դու հետո մեղադրես ինձ, ասես կարողա լավ չլսեցիր, կարողա սխալվեցիր եւ այլն։ Դրա համար ես ասեցի որ ավելի լավ է որ դու ինքդ տեսնես, դու ինքդ լսես քո հոգեվոր ականջներով։ Իհարկե շատ մարդիկ ասում են դե մենք լավ չենք կարողանում լսենք Աստծո ձայնը, դու առաջնորդվիր, մենք քեզ վստահում ենք, այդպես էլ ասեց ես քեզ վստահում եմ։ Ես էլ այն սկզբունքով սկսեցի աղոթել, որ Տեր իմ Աստված, ես չեմ ուզում ոչ մի բան ստանամ քեզանից, պարզապես ես աղոթքով ուզում եմ բարեխոս կանգնեմ այս հրաշալի անձնավորության համար, ծառայողի համար, բայց թող ինքը լսի։ Աղոթեցի ու հանկարծ մի հատ բան եմ տեսնում, տեսիլք։ Ու տեսիլքում ես տեսնում եմ, որ մի խավար տեղում ջուր է, բայց զուլալ ջուր է։ Այդ զուլալ ջրի մեջ խորը տեղում, այսպես պտույտ է, ինչ որ պտույտ է տեղի ունենում, պղպջակներ եմ տեսնում եւ այլն, բայց տեսնում եմ, որ ներսում խորը մի բան է պտտվում, հասկացա, որ ժանգոտ մետաղի նման բան է։ Պտտվեց ու կամած ջրից արդեն երբ որ դուրս եկավ, դարձավ sense ոսկեգույն sense թագ։ Երբ որ դարձավ ոսկեգույն թագ, ես տեսա, որ կողքը մի պղպջակ էլ կար ու այդպես ավարտվեց ու ասում Տեր իմ Աստված, սա ինչ էր։ Ու ես մի անգամից հայտնություն ստացա, Տերը սրտիս հետ խոսեց, ասեց, որ ինքը ի վիճակի չի ամուսնանալու։ Ինքը կարիք ունի Աստծո խոսքի մեջ լինելու, Աստծո ջրերի մեջ լինելու, որպեսզի իր կյանքի հետ ժանգոտ մասերը գնան, վատ բնավորության գծերից ազատագրվելու համար,
տարբեր իրավիճակներ, որ ինքը ի վիճակի չի ամուսնանալու։ Ու ես նույնիսկ թիվ տեսա։ Ու երբ որ իրեն ասեցի այս ամեն ինչը, ապշած ասեց, գիտես, արդեն ես որոշել եմ նույնիսկ օրը։ Ասում եմ, երբ է։ Ասեց 50 օր հետո։ Շատ նեղվեցի։ Ասեց, դու պատրաստ չես, Աստված տեսիլք ցույց տվեց։ Հետևյալ տեսիլքներ, որ իրեն պատմեցի, շատ նեղվեց, բայց ես տեղեկացված չէի, որ ինքը պատրաստում էր այսինքն այդ օրը։ Ուղղակի աղոթք էինք անում, օր, ժամ, չենք էլ ասել։ Նույնիսկ նեղացա մի պահ ասեցի, ինչի ամենասկզբից չասեցիր, որ դու արդեն պատրաստում ես 50 օր հետո ամուսնանալու ու նույնիսկ քո հարսնացուն հիմա հարսի հագուստն է փնտրում։ Իսկ հարսնացուն դեռ ապաշխարած չէր, կարելի ասել, ու հետո ասեցին ինչ որ ասեցի ու ասեցի 7 անգամ 50 օր հետո, որը գրեթե մի տարի է լինում, այդ ժամանակ դու պետք է ամուսնանաս։ Շատ տխրեց, շատ այսպես ունքերը կախեց, բայց ես որոշեցի հավատարիմ գտնվեմ Տիրոջը, բայց նեղվեցի, որ Տերը ինձ այսպեսի բան ցույց տվեց։ Տեր ջան, ինչի իրան ցույց տար, թող գնար, իր պատասխանատվության տակ լիներ ամեն ինչ։ Բայց գնաց։ Հետո պարզվեց, որ իրենք միշտ վիճաբանության մեջ էին, միշտ կռիվների մեջ էին։ Նախ եւ առաջ, որ այդ անձնավորությունը մեր եկեղեցում էր, իսկ մյուսը հարսնացուն եկեղեցում չէր։ Հետո իրենք հասկացան, որ իրենք իրապես պատրաստ չեն ամուսնանալու։ Երևի մի 2-3 օր նորից վիճաբանելուց, ինձ պախարակելուց հետո ես էլ այդ թուկումուրը կերա, թե իրենց կողմից ասեցին Մովսեսն ես, ով ես, որ Աստծո ձայնը լսում ես, գալիս ես մարդկանց ասում ես, բայց ես աղոթել էի, բարեխոսել էի ու Աստված ջան, ինչի ես տեսիլ ինձ ցույց տվե։ Երանի իրան ցույց տար, ինքը հասկանար, բայց Աստված առաջնորդեց, այն ինչ որ եղավ, լավ եղավ, վերջում ամեն բանի վերջն է գովելի։ Ու իրականում անցավ մի շաբաթ, արդեն լրիվ հնազանդ հասկացան, որ ինչ լավ բան ա եղել, որ հիմա չեն ամուսնանում, եթե հիմա ամուսնանային, ապա հաստատ կամուսնալուծվեին։ Հետո հարսնացուն եկավ, ուրիշ քաղաքում էր ինք ապրում, եկավ այդ քաղաք, որտեղ որ մենք էինք, կինս աղոթեց իր համար, Սուրբ Հոգով մկրտվեց, վերստին ծնվեց անշուշտ, հետո արդեն գրեթե մի տարի հետո ամուսնացան ու ամեն ժամանակ իրենք պատրաստ են վկայելու, որ ինչ լավ եղավ, որ ուշ եղավ, որովհետև երբ որ ուշ եղավ, այդ եղբայրը մտավ Աստվածաշնչյան դպրոց, Աստծո խոսքի մեջ, սկսեց ծառայել այդ ժանգերը, բարիս փոխաբերական իմաստով թափվեցին, ինքը դարձավ այդ ոսկե թագը ու պատրաստ եղավ արդեն ամուսնանալու, իսկ այն կողքի պղպջակը, որ փոքր էր, չէր երևում, դա էլ դեռ վերստին չծնված հարսնացուն էր, որը պատրաստվում էր գալու վերստին ծնվելու, ապաշխարելու ու արդեն դառնալու տվյալ անձնավորության, որը ծառայող էր, նրա կինը, այնպես որ շատ հրաշալի զույգ են, փառք Աստծո, անցել են տարիներ ու միշտ վկայելու պատրաստ են իրենք։ Առիթ լինի հենց անձնավորապես իրենք կվկայեն։ Այսպես հրաշալի ձևով է եղել խորհուրդ որպես կամ աղոթք որպես մեկի համար, որի կյանքը փոխվել է լավ իմաստով եւ այդպիսիներ չափազանց շատ են։ Հազիվ եմ հիշում մի խորհուրդ, որ տվել է մեկին ու եկել է դատապարտել այնց, բացի նրանից, որ ոչ թե որ խորհուրդ եմ տվել, այլ անցած հաղորդման մեջ, որ արդեն օգնականներիս հետ էի Լիբանանի, որ բամբասանք եղավ, որ դու ես մարդկանց պահել Լիբանանում եւ այլն, չկա նման բան, սիրելիներ, ես հստակ կարող եմ ասել, ես ոչ թե ներսում կարողա դեմ եմ եղել, բայց ես ասել եմ, որ եթե Աստված առաջնորդում, գնացեք, եթե Աստված չի առաջնորդում, մի գնացեք ու բոլորին արցունքով ու աղոթքով ճանապարհել ենք։ Իհարկե, ովքեր որ չեն կարողացել գնան եւ այլն, հնարավոր է եղել են դատապարտեն, ասեն դու ես մեղավոր եւ այլն, ես մեղք չունեմ։ Եթե ես ասում եմ տեսիլք ենք իրականացնում, միասին ծառայում ենք, արի միասին անենք, լավ կլինի անենք, եթե տեսիլքի մարդ ես, եթե տեսիլքի մարդ ես, ինչ ուզում ես արա, ոչ մեկին ոչ բռնադատել եմ, ովքեր որ ուզեցել են գնացել են, ովքեր որ չեն ուզեցել կամ չի ստացվել, կարող են պատճառներ են փնտրել, որ ես եմ մեղավոր։ Բոլորն էլ ես իմ իմանալով, բոլորն էլ ովքեր որ փորձել են, դիմել են, եթե մերժվել են, ես ինչ մեղք ունեմ, գնացել են օտար երկիր։ Իհարկե եղել են տեսիլքի մարդիկ, որ ցավոք սրտի գնացել են, այդ ժամանակ կանգնել եմ ասեմ, բայց չէ որ դու տեսիլք ունես, մնաս իրար հետ ծառայենք եւ այլն, այդպիսի բաներ էլ ա եղել։ Մանրամասն նախորդի մեջ խոսել եմ արդեն, այնպես որ չգիտեմ, միշտ էլ սխալ հասկացողություններ լինում են։ Հիսուսը ինքն էլ մեղադրվեց շատերի կողմից, ասում են, ծանր է խոսում, էսա անում, հենա անում, դև ունի, ինչ ասեցին։ Բայց դա չի նշանակում, որ ճշմարտությունը ասեցին։ Այնպես որ խովիվ լինելով, ծառայող լինելով, մենք պետք է նաև պատրաստ լինենք ամեն ինչի, ամեն խոսքի։ Փառք Աստծուն։ Հաջորդ հարցը ծառայողական։ Եղել է, որ ինչ որ ծառայող կամ անդամ
կորցնի վստահությունը ֆինանսական կամ բարոյական սխալի պատճառով։ Ինչպես է լուծում նման դեպքերը։ Իհարկե եղել է, որովհետև ֆինանսական ոչ թե հենց եկեղեցու ներսում գանձանակում, այլ երբ որ ինչ որ առևտուր ա եղել, ինչ որ բան ա եղել ու զգացել ես, որ այդ մարդը ինչ որ մի բան sense թաքցնում է, հասկացել ես, աղոթել ես ու ոնց ենք լուծում, էլ չենք վստահում։ Կամ մենք այնպես ենք արդեն համակարգը դնում, որ սխալվելու հավանականությունը չլինի։ Շատ աշխատում ենք կտրոններով անպայման, եթե ժամանակ եղել, որ կտրոններով չի եղել, մենք հստակ իմացել ենք, ասենք գինը, ինքը թղթի վրա գրել է, վստահել ենք, կամ եթե հանկարծ պարզվել է, որ ինչ որ սխալ բան կա, էլ չենք վստահել նման մարդ, սկսել ենք աղոթել, կամ հստակ եղել է, որ ասել եմ ուրա, կամ ինչի է սենց, մանրամասն ասա, մի քիչ մանրացի, մի քիչ էլ վատ ազգացել, բայց եթե ինքը ներսում գողության մեջ է, կամ խապկանքի մեջ է, խորամանկության մեջ է, միանգամից բռնվում է ու սկսում ենք վստահել ուրիշ մարդկանց։ Սա էլ էսպես, ինչ ծանր հարցեր են, չէ՞։ Երբեմն ասում են եկեղեցում որոշումները միանձնյա են, ինչ մակարդակով են օգնականները մասնակցում կարևոր որոշումներին։ Միանձնյա մեկ անձի որոշումով իրականում եկեղեցում այդպես չի, եկեղեցին նորից եմ ասում ունի խորհուրդ, բայց հովվի տեսողությունը, հովվի մտերմությունը Աստծո հետ պետք է լինի գերակշռող իրականում, որ ինքը տեսնի, որովհետև կարող են օգնականների մեջ էլ կարծիքներ գտնվել, որոնք որ լինեն մանիպուլյացիոն, այսինքն մի քիչ շնչավոր մարմնավոր հովիվը լավ տեսողություն պետք է ունենա, որ այդ որոշումները լինեն աստվածային։ Այնպես որ շատ կարևոր է ու միանձնյա չեն, ոչ խորհրդային են, ոնց որ խորհրդի կարգով է, խորհուրդը հավաքվում է օգնականներով, հատուկ մարդկանցով ու որոշումներ է կատարվում։ Իսկ խորհրդականները, օգնականները կարող են շատ լինել, կարող են 2-3 հոգի լինել, օրինակ երբ որ ես ավակով էի Լիբանանում, ես անպայման խորհրդակցում էի, մանավանդ մեծ ֆինանսական հարցերի հետ կապված, չնայած շատ մեծ, այդքան ասենք ոչ էլ տենց բաների հետ առնչվել ենք, բայց ասենք ինչ որ ասենք գրասենյակ ենք գնել բան, մենք բոլորովս արել ենք միասին, ծառուտ հետև ենք արել, հասկացել ենք որն է լավ, տեղանքը եւ այլն ամեն ինչ որոշել ենք միասին ու Սուրբ Հոգին երբ որ բոլորիս մեջ է 2-3 վկայությունով հաստատվում է ճշմարտությունը, հենց այս սկզբունքով էլ առաջնորդվում ենք։ Փառք Աստծուն։ Մարդիկ հաճախ զգում են, որ հովվին մոտենալը դժվար է։ Սա պատիան է, թե իրականում դուռը բաց է, բայց մարդիկ չեն գալիս։ Գիտեք, նախ եւ առաջ ասեմ, որ հովիվները աշխարհի ամենազբաղված մարդիկն են։ Իրենց գործը տարաբնույթ է։ Եղել է ժամանակ, որ ես առողջական խնդիր եմ ունեցել, այնքան բազմազան եղել, ամեն ինչ վրաս լցված, ամեն ինչ եմ արել, այսինքն ամեն ինչ, մաքրության գործից սկսած, դասավորելուց, նկարահանումից, ձայնայինից, լույս, այլ եւ այլ երգեր, շատ բազմաբնույթ է, մանավանդ իմ պրոֆիլը շատ բազմաբնույթ է եղել, մանավանդ Լիբանանում էլ, Հայաստանում էլ, երևի միշտ էլ տենց կլինի։ Իրականում դու տեսնում ես, որ մարդիկ կան այնքան պարզ հարցերով են գալիս մոտդ, այնքան պարզ, որ դրա արմատ իրապես ծուլությունն է ու շատ ես նեղվում, որ նման հարցերով չնայած չես էլ ասում, ամաչում ես երեսին ասես, կմտածես կգայթակղվի, կթողնի կգնա եւ այլն։ Բայց իրականում պատյան չի, հովի մոտենալը հեշտ է, ես կարծում եմ մենք միշտ դուրս են գալիս ծառայությունից հետո հիմնականում մարդկանց համար աղոթում ենք, մարդկանց հարցերին պատասխանում ենք, որքան էլ դժվար է դա 50 հոգի, 60 հոգի, 100 հոգի գալիս են, ամեն մեկը տարբեր ձևով է գալիս, մեկը նեղացած է գալիս, մյուսը այնպիսի հարցով է գալիս, որ ուզում ես ականջներդ փակես բան, բայց ընդհանրապես մենք ծառայում ենք, իրականում վերջերս մի քիչ մեթոդը փոխեցի, տեսա որ երբ որ գալիս են մոտենում են բարձր հարցը տալիս են, մյուսը լսում է այդ հարցը եւ այլն, այդպիսի պայմաններում ասեցի ավելի լավ է ես ծառայությունից հետո 5-6 հոգու հետ տեսնվեմ, հստակ նստեմ, իր խնդիրը լսեմ ու պատասխան տամ, քան թե 50 հոգու սենց արագի սենց սահմանների մեջ ու ուրիշները լիքը լսեն այդ հարցերը, ուրիշին ասում ես գնա մի քիչ են կողմ եւ այլն, դու ես գնում մի քիչ բարդ է իրականում, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ հասարելի լինենք, մեր եկեղեցում կա նույնիսկ խորհրդատվություն, մարդիկ կարող են գրվել, գնալ, խորհուրդ վերցնել,
այնպես որ դուռը բաց է, մարդիկ էլ թող գան, եթե ամաչում են դա այլ խնդիր է, դրա համար մենք ունենք նաև կանանց համար խորհրդատվություն, թե Լիբանանում ունենք կին ծառայող խզոր, որի մոտ կարող են գնալ մարդիկ սիրտ բացել, նույնպես ունենք Հայաստանում կին ծառայողներ, որ կարող են հերթագրվել, գնալ խորհրդատվության, այնպես որ հրաշալի է ուղղակի այս ամեն ինչը, փառք Աստծո։ Եղել է դեպք, երբ ձեր քարոզածը սխալ է հասկացվել եւ վնասել ինչ-որ մեկին։ Ինչպես եք արձագանքում նման իրավիճակին։ Նոր մի քիչ առաջ էլ ասացի, որ քարոզի մեջ էլ երբ որ ասում ես գնալու ենք առաջ, տեսիլք ենք իրականացնում, մարդիկ կարող են հասկանալ, որ դու ուզում ես, որ քո կողքը մնան։ Բնականաբար ուզում եմ, որ իմ կողքը մնան, որովհետև մենակով ոչ մի տեղ էլ չեմ հասնի։ Ժողովրդական խոսքը կա, չէ՞, ասում եմ մենակ մարդը երկար ճանապարհ չի կարա գնա։ Դրա համար Հիսուսն էլ ընտրեց աշակերտներ ու ասես տեսիլք ենք իրականացնում։ Հիմա եթե Հիսուսը ընտրեց ու խոսեց, միգուցե այդ աշակերտների որոշ ծնողներ դեմ էին, նման բան մենք չենք կարդում Աստվածաշնչում, բայց կյանք է, կարող է պատահի հենց այդպես էլ եղել է, մանավանդ որ եղան, որ երիտասարդ ժամանակ նահատակվեցին։ Դուք ինչ եք կարծում, այդ նահատակվող առաքյալների, աշակերտների, քույրերի, եղբայրների ինչ վիճակի մեջ էին։ Հիսուս տարավ իրանց սպանել տվեց։ Գիտեք, հրաշալի մի խոսք կա, մեր հովիվ Արտուրը քարոզում է, կյանքը չափվում է տարիներով, տարիների մեջ հասկանում ես, որ այս բանը ինչ լավ եղավ, որ եղավ։ Մեղադրանքները միշտ կարան լինեն, բայց հարցը, երբ որ հոգով ես վարվում, երբեք չես կարա մեղադրես։ Իսկ քարոզածը հանգիստ կարա սխալ հասկացվի, կարա մանիպուլացվի, կարա նենգափոխվի, ամեն ինչ էլ հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է, եւ հնարավոր է նաեւ լեզվի սայթակում լինի նաեւ։ Իհարկե, շատ հնարավոր է, որ լինի նաեւ լեզվի սայթակում, օրինակ ես էլ եղել է մի պահ, որ հանկարծ տեսել եմ, որ այս բանը ոնց որ ճիշտ չձևակերպեցի, կարայի այս ձևակերպեի նախադասությունը, ու որպեսզի սխալ չհասկացվեր հանկարծ։ Իսկ վնասել ինչ որ մեկին այդպիսի բան չեմ հիշում, որովհետև գիտեք, երբ որ մարդը սխալ հասկանում, պետք է նաև գնա պարզաբանի, ասի ինչ է իր ուզում ասեիր, եւ քարոզիչը հովիվը հստակեցնի ու ասի հա եղավ, եղել է նման բան էլ ա եղել։ Այսպես, ձեր ծառայության ընթացքում ունեցել եք մեծ հիասթափություն այն մարդկանցից, ում շատ եք վստահել։ Իհարկե, ոնց կարա այսպիսի բան տեղի չունենա։ Ընդհանրապես, երբ որ դու հավատում ես Աստծուն, Աստվածավախ ես, նաև Աստվածավախ մարդկանց վստահում ես, բայց երբ որ այդ վստահված մարդիկ կորցնում են սերը, աստվածավախությունը, հավատարմությունը, մեծ հիասթափություն ես ապրում, բայց հասկանում ես, որ կյանքը շարունակվում է, դու պիտի շարունակես գնաս առաջ, այլապես եթե կանգնես, ծառայություն լրիվ կկանգնի, կդադարի։ Դրա համար հաղթահարում ենք հիասթափությունը, նորից լիցքավորվում ենք սիրով, աղոթում ենք, գիտենք, որ վերջը չի, ստորակետ ենք դնում վերջակետի կողքին, սատանան ամեն ինչ անում է, որ վերջն է, տեսակ ինչ եղավ, ես Լիբանանում ծառայեցի 12 տարի, 7-րդ տարվա մեջ, 8-րդ հիմա հստակ չեմ կարող հիշել, բայց ունեցել եմ լիքը հիասթափություններ, բայց եկավ ժամանակը, որ ուղղակի ծաղկեց, բացվեց ամեն ինչ, եղել է ժամանակ, որ այդ մշուշոտ խավար իրավիճակն է, բայց հետո գալիս է ժամանակ, որ Աստված ամեն ինչ բարի գործակից է անում, դու նույնիսկ սկսում ես ավելի իմաստուն դառնալ որոշումների մեջ, ամեն ինչի մեջ, փորձ ես ձեռք բերում, փորձառու ես դառնում, նույնպես որ հիասթափությունն էլ հաղթահարում ենք։ Սիրելիներ, հաջորդ հարցը, եթե վաղը եկեղեցին կանգնի լուրջ ճգնաժամի առաջ, ֆինանսական, հոգևոր կամ մարդկային, որն է ձեր առաջին քայլը որպես առաջնորդ։ Որպես առաջնորդ հիշեցի Հովսեփին, երբ որ ինքը փարավոնին պատմեց իր երազը, երբ որ ինքը Եգիպտոսում գերության մեջ էր նույնիսկ, երբ որ տեսավ, որ պետք է երաշտ լինի, երբ որ ճգնաժամ լինի, ու մինչև դա արդեն հստակ ինչ որ բաներ ստացավ, որ պետք է անի, կուտակել եւ այլն ամեն ինչ։ Իրականում ես մտածում եմ, որ առաջնորդը պետք է հեռուն նայի ու տեսնի, որ գալու են այդպիսի պահեր, դրա համար նախապես ինքը պատրաստված լինի, պաշարներ կուտակած լինի, որպեսզի հետո հանկարծ անակնկալի առջև չկանգնի։ Ես մտածում եմ, որ նախապես, այսինքն, քան թե գա ժամանակը, բայց եթե հանկարծ չի արել նման բան, օրինակ, այս հարցը երևի դրան է վերաբերվում, ու անակնկալ ինչ որ բան է լինում, ով կարող էր պատկերացնել, որ կովիդի ժամանակ այդ կոլապսն է լինելու, այդ սարսափելի վիճակն է լինելու, մարդիկ վախենալու են, բայց
փառք Տիրոջը, մենք ունենք Սուրբ Հոգին, մի անգամից պետքա կանգնենք աղոթքի, ասենք Տեր, հիմա ինչ ես ասում, որ անենք։ Հենց այդ ժամանակ մեր եկեղեցին պարզապես հրաշալի հոգևոր զարթոնքի մեջ մտավ, այսինքն սկսեցինք քարոզել ամեն մեկը մեր տնից նստած, հետո սկսեցինք ստուդիաներ, հետո ես հենց այդ ժամանակ, հենց այդ ճգնաժամի ժամանակ սկսեցի երգել ու Աստված առաջնորդեց, որ ես երգեմ, որովհետև դրանից առաջ հիմնականում չէի երգում, ծառայում էի, բայց երգելը շուտվանից մոռացել էի նույնիսկ, բայց տեսա, որ քիչ մարդկանցով ենք հավաքվում ու որը սկսվեց հետաքրքիր երգով, Տերն իմ հովիվն է, այդ երգով սկսեցի, տեսա, որ մարդիկ բժշկվում են, օրհնվում են, վկայություններ են տալիս, սկսեցի գնալ առաջ, այսինքն Սուրբ Հոգին առաջնորդեց։ Մենք կանգնում ենք միանգամից ասում ենք Տեր, ասա ինչ անենք։ Ենթադրենք Մովսեսի նման մարգարեական գնացել ես, ասել ես ծովի առջև, ի՞նչ ա լինելու։ Տեր, ճգնաժամի առջև ենք։ Հետևը սուր կա, դիմաց ջուր կա, ինչ ենք անում։ Տեր այդ ժամանակ փոխաբերական իմաստով ասում է գավազանը պարզի եւ ջրերը կբացվեն։ Գավազանը պարզի միգուցե հետևի սրերը ընկնեն։ Ես չգիտեմ, տրվյալ իրավիճակում վստահում ենք Տիրոջը, ասում ենք Տեր, ասա հիմա ինչ անեմ։ Եղիայի պես, ոնց որ երաշտի ժամանակ ասում էր Տեր, ինչ անեմ, Տեր ասեց ջուր վերցրու լցրու։ Այն ժամանակ երբ որ ջուր չկա, ասում ջուր վերցրու լցրու զոհի վրա։ Գիտեք, ջրառատ ջրով ներծծված զոհը կրակով դժվար թե բռնկվի, բայց Աստծո զոհը եկավ, հետո էլ անձրև եկավ, այնպես որ հրաշալի բան եղավ։ Վերջում հրաշք արձանագրվեց, այնպես որ ցանկացած ճգնաժամում հրաշքի հնարավորություն է բացվում։ Փառք Աստծուն։ Այդպես պետք է առաջնորդվի առաջնորդը հովիվը։ Ձեր օգնականները ազատորեն կարող են քննադատել ձեզ, թե դա ընկալվում է որպես չհնազանդություն, անհնազանդություն։ Օհո, տարօրինակ հարց, քննադատել դեմ դիմաց եւ ընդհանրապես քննադատել արդեն բառը շատ վատ բառ է։ Եթե քննադատող են, արդեն օգնական չեն կարող լինեն, որովհետև դատելը վատ բան է, բայց քննարկել հնարավոր է։ Եղել է ժամանակ, որ ես մի կարծիք եմ ասել, ծառայող ասել է, բայց իսկ եթե սենց, ես ասել եմ, վայ, ճիշտ ես ասում, ընենց։ Քո ասածը իրականում տրամաբանական է կամ հոգևոր է։ Իհարկե, եւ դա չի ընկալվել որպես չհնազանդություն, բայց երբ որ դու հստակ զգացել ես աստվածային բան ես ասում, Աստվածը քեզ այս բանը ասել ու դու այն որ լեռները, քարերը կաղաղակեն, որ դու ճշմարտություն ես ասում, բայց դիմացինը դեմ է ու անհնազանդությունը, իհարկե անհնազանդություն է ու չհնազանդություն է, ու դա շատ վատ է։ Հետո տարիներ անցել է, ասում է, օրինակ եղել է նման բան, վկայում եմ հիմա, ասում է, ես ոնց համաձայն չէի, ինչքան ճիշտ էիր դու ասում։ Այդպես էլ է եղել։ Հաջորդ հարցը, եթե մի օր պարզվի, որ ծառայողը սխալ է արել ֆինանսների կամ անձնական վարկի մեջ, ձեր մոտ վերականգնման ուղի կա, թե անմիջապես հեռացվում է։ Չէ, իհարկե կա վերականգնման ուղի, եթե մարդը ապաշխարում է, եթե խոստովանում է, որ ինքը սխալ է արել, լինի ֆինանսականում կամ անձնական վարքում, եւ այդպիսի շատ դեպքեր ա եղել, որ անձնական վարքում ավելի, քան թե ֆինանսական, երևի մի ձեռքից վրա կարող եմ հաշվել, որ ֆինանսական ինչ որ խնդիր ա եղել մի անձի հետ կամ որոշ անձերի հետ շատ քիչ, փառք Աստծո, ամենաբարդ հարցերից է, իսկ անձնական վարքի մեջ իհարկե եղել է, որ Աստծուց հեռացել է, բան ա եղել, բայց հստակ հանդիմանություն, քաղցր, սիրով հանդիմանություն, այսինքն ոչ թե ինչ որ ուրիշ ագրեսիվ պահվածք եւ այլն ծառայողի ղեկավարի կողմից, ուղղակի երբ որ մարդը ապաշխարում ամեն ինչ հեշտանում է, բայց եթե ինքը արդարացնում է իրան, դա լրիվ ուրիշ հարց է, արդեն կարաս հեռացնես, եթե ասում ես, այս ձևը ալինում, ուրեմն պետք է հեռանաս դու, ու դու ի վիճակի ես, պիտի հեռացնես, որովհետև Հիսուսն էլ նման ձևով կվարվեր։ Ամեն։ Եկեղեցու ներսում կա հարց, որի մասին մարդիկ բարձրաձայնել են, բայց դուք խուսափել եք բաց քննարկումից։ Եթե այո, ինչու։ Անկեղծ եթե ասեմ, իհարկե լինում է նման բան, որ հարցալինում դու չես ուզում բացեի բաց քննարկես, որովհետև կա բան, որ բաց առիթ կարա լինի, որ քննարկես բաց խոսելու համար, կա որ ծածուկ է։ Մենք ծածուկնել ենք տեսնում Աստվածաշնչում, բացնել ենք տեսնում, բաց հանդիմանություններ ենք տեսնում, փակ հանդիմանություններ ենք տեսնում։ Եթե դու առաջնորդվելով Սուրբ Հոգով դու տեսնում ես, որ այդ հարցը շատ նուրբ է, ու եթե քննարկես բաց ձևով ու շատ մարդկանց համար լինի գայթակղություն, դրանից խուսափում ես։
կասես ավելավա դա փակ քննարկվի, անցնի գնա, քան թե բաց լինի։ Նորից եմ կրկնում, մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը Սուրբ Հոգով առաջնորդվելով ենք արել ու միշտ ենք աղոթում, որ Սուրբ Հոգին առաջնորդի, որովհետև կյանքերի հետ գործ ունենք։ Միգուցե այնպես ստացվի, որ այդ մարդը հեռանա Աստծուց, գնա ու լրիվ Աստծուց հեռանալով կործանվի։ Դրա համար մենք կորստի որդիներ չենք ուզում դիզենք։ Շատ ա եղել, որ մարդիկ նույնիսկ թյուրիմացության պատճառով են գնացել ենք նորից փորձել ենք հետ բերել, այն որ ասում են 99-ը թողում ենք, մեկի հետևից գնում ենք, բայց եղել են մարդիկ, ովքեր որ եկել են, եղել են մարդիկ, ովքեր որ գոռոզաբար մերժել են, ասել են այլևս ինձ հետ գործ չունես, փառք Աստծո քիչ են նման մարդիկ, չափազանց քիչ են նման մարդիկ։ Այնպես որ ծածուկ, բացահայտ, պետք է առաջնորդվենք Աստծով։ Դա է պատճառը, որ խուսափում ենք, ոչ թե ինչ որ մի բան ծածկում ենք, այլ հենց դա է պատճառը, որ չի կարելի քննարկել, որ տեսնում ենք ինտերնետում ինչեր են քննարկում, ինչպիսի խնդիրներ, ահա որ ցավալի է, ահա որ փոխանակ գնա ասма, եթե քո եղբայրը քո դեմ մեղանչել է, գնա ծածուկ հանդիման իրան, գնա առանձին, երբ որ դու եւ ինքը մենակ եք։ Դրանից հետո ասում են 2-3 հոգի վերսը, երբ որ նորից չընդունեց, ասում են դիմի արդեն եկեղեցուն։ Այսինքն կարգ կա, Մատթեոս 18-ի մեջ մենք կարդում ենք, կարգ կա, ամենասկզբից չենք sense հանրայնացնում այդ ամեն ինչը։ Իսկ հիմա մարդիկ մի թեթև խնդիր ալնում եկել դնում են Facebook-ին կամ այլ սոցցանցին դարձնում են իրենց խոստովանահայերը, իրենց մատուրը, որտեղ մտնում են ու սկսում են խոստովանել իրենց մեղքերը կամ ուրիշի մեղքերն են փռում սոցցանցերում։ Նման մարդիկ պարզապես Աստծուն չեն էլ ճանաչում։ Իրենք ուղղակի խայտառակում են Աստծո Քրիստոսի եկեղեցին կամ ինչ որ մեկին։ Նման ձևով Հիսուսը չէր գործի։ Կա դեպք է, որ Հիսուսը հանդիմանում էր, դա այդ գոռոզ փարիսեցիներին կրոնամոլ այդ մարդկանց էր հանդիմանում, ասում էր դուք կեղծավորներ եք, դա ուրիշ բան է լրիվ, բայց երբ որ հարցա ու դու գիտես, որ պետք է լուծվի, անում ես ծածուկ կամ թեկուս ինչ որ մի շրջանակում, նեղ շրջանակում, լայն շրջանակում, այսպես։ Որն է ձեր եկեղեցու ամենամեծ չլուծված խնդիրը, որի մասին սովորաբար չեք խոսում հրապարակային։ Գիտեք, հարցերի, խնդիրների բնույթ կա, որը լուծվում է քարոզների միջոցով։ Կասես ինչ կապ ունի։ Քարոզը ինքնին ուղիչ, շտկիչ, շտկող երևույթ է։ Եթե քարոզները դադար են, դա նշանակում է մենք երկնքում ենք։ Քարոզների մեջ կա հանդիմանություն։ Երբ որ դու տեսնում ես հստակ խնդիր, երբ որ դու խոսքով ուղղակի ջախջախում ես, աղոթքով, քարոզի ժամանակ կամ ընդհանրապես, դա ես համարում եմ նույնիսկ հրապարակային, որ խոսվում է ինչ որ արատի մասին, ինչ որ մեղքի մասին, դա հրապարակային է, բայց դու չես անձնավորում, ասում ես, այ օրինակ, Սամվելը մեղքի մեջ անգել սիրելիներ, եկեք հենց հիմա իրան դատենք, կանգնեցնենք ատյանի առաջ, մենք այդ ձև չենք գործում, դա սուր գրային չի, բայց երբ որ ինչ որ մի բան է լինում, մենք խուսափում ենք այդ մարդկանց անունները տալուց, որպես այդ մարդը չգնա անգարց իրան վնասի, ասի ինձ խայտարակարեցի, գնում ենք, հանդիմանում ենք, շտկում ենք, հետ ենք բերում։ Այսինքն չլուծված խնդիրն էլ, որ մնում է չլուծված, եթե բարձրաձայնելու է, բարձրաձայնում ենք, ասում ենք այս խնդիրը հələ չի լուծվել, երբ որ լուծվել է, ասում ենք լուծվել է։ Այնպես որ էլի փառք Աստծուն իր Սուրբ Հոգու համար առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, եթե բարձրաձայնելու բան է, հրապարակային ասում ենք, եթե չէ, ուրեմն ծածուկ։ Ինչպես եք վերաբերում այլ հարանվանություններին, հատկապես հայ առաքելական եկեղեցուն։ Սիրելիներ, այլ հարանվանություններին, եթե Տիրոջ ճշմարտությունը քարոզող հարանվանությունը, մենք անգամ չենք հավակնում վատ վերաբերվելու երբեք, որովհետև Տիրոջ եկեղեցին է, մեկը մոտենում է այս կերպով, մյուսը պաշտում է այն կերպով, կարևորը հոգով եւ ճշմարտությամբ եւ հստակ այն ուսմունքով, ինչ որ քարոզում է Աստվածաշունչը, այն ինչ որ եկեղեցու հայրերը Նիկիական, Աթանեսյան ժողովների ժամանակ եւ այլ ժողովների ժամանակ ընդունել են ճշմարտությունը եւ հաստատել են։ Այդ հարանվանություններին լավ ենք վերաբերվում, բայց կան շեղված ուսմունքներ, որոնց լավ չենք վերաբերվում, բայց ոչ էլ ընկնում ենք նրանց հետևից ու պայքարում ենք։ Ամենալավ պայքարը
դա այն է, երբ որ մենք ճշմարտություն ենք քարոզում, այլ ոչ թե ուրիշների նման բանուգործ թողած, պախարակելով, բամբասանքով, ջղայնացած, ագրեսիվ, դիվայնացված sense ընկնում ենք այդ մարդկանց հետևից։ Ոչ, լավ ենք վերաբերվում բոլոր Աստծո եկեղեցիներին, որոնց մեջ է հայ առաքելական եկեղեցին, մեր պատմական եկեղեցին, որը դարեր շարունակ մեծ գործ արել։ Թեկուզ սխալներ են եղել, որ եկեղեցում սխալներ չեն եղել։ Եվ մենք շատ ենք աղոթում հայ առաքելական եկեղեցում, որպեսզի լինի արթնություն, որպեսզի ծաղկի, որպեսզի ներսից բացվի, եթե պատմական ինչ որ սխալներ են եղել, շտկվի, այն ավանդույթները, որ աստվածային չեն, վերանան, եթե հեթանոսությունից ինչ որ բան ներխուժել, հենց դրա համար ենք, որ մենք այդ եկեղեցում չենք, որովհետև այդ եկեղեցում եթե ենք, նշանակում է պետք է ուզենանք փոխենք ինչ որ հեթանոսական բան անենք, բայց թողող չի լինի, դրա համար կա եկեղեցի, որ կոչվում է ավետարանական, չնայած ես համարում եմ, որ ես ինքս հարանվանության չեմ պատկանում, հոգու մեջ, հոգևորում, որովհետև առաջի Կորինթացիս 13-րդ գլուխն ասում է, տակավին մարմնավոր եք, ասում է, մեկ ասում է Պողոսյան է, մյուսը Ապողոս, նրան եմ հետևում, մյուսը թերևս ուրիշի է հետևում, դրա համար մեծամասամբ մենք, որ ասում ենք ավետարանական ենք, դա նկատի ունենք թղթի վրա, որ գրանցված ենք եւ այլն, բայց հոգու մեջ մենք համարվում ենք Հիսուս Քրիստոսի եկեղեցի, մյուս բոլոր եկեղեցիների, քույր եկեղեցիների հետ միասին, ոչ թե մենք ենք միակ ճշմարտությունը, չէ, այլ մենք մի հատ ընտանիք ենք, որի անունը ասենք թե արթնության եկեղեցիա, կյանքի խոսք եկեղեցիա, տարբեր եկեղեցիներ կան, դրանք ընտանիքների անուններ են թղթի վրա գրված, բայց այլապես բոլորը Քրիստոսի մարմինն են, մեկը Պողոսն է հովիվը, մյուսը Ապողոսն է հովիվը, խնդիր չկա դրանում, այսինքն, բայց առաքելական եկեղեցուն իհարկե վերաբերում ենք դրական, ասեցի վերապահումներն էլ որն է, երբ որ մի բան հակասում է Աստվածաշնչին, եթե հակասող բան չլինի, այն մարդիկ, ովքեր որ անկեղծ հավատում են Աստծուն, այն քահանաները, ովքեր որ հավատում են Աստծուն, նրանք մեր եղբայրներն են, ու մենք աղոթում ենք իրենց համար, տո Աստված, ու ես հավատում եմ, որ կան ու անձամբ ճանաչում եմ նման մարդկանց, ովքեր ասում են դուք էլ մեր եղբայրներ եք, որովհետև իրանք անկեղծ Աստծուն են հավատում եւ ոչ թե ինչ որ մանիպուլյացիաների դաշտում են։ Այսպես, սոցցանցեր, այս թեմայով է հարցը, մարդիկ ասում են, անձամբ ինձ ուղղված, հովիվ սևակ, մարդիկ ասում են նամակներ են ուղարկում, բայց հաճախ պատասխան չեն ստանում։ Ինչու բոլորին չեք կարողանում արձագանքել։ Հայտնություն 8-րդ գլուխ առաջի խոսքն ասում է լռություն եղավ երկնքում իբրև կես ժամի չափ։ Մի պահ լռեցի։ Դուք պատկերացնում եք ոնց է հնարավոր բոլորին պատասխանել, որ մտնեք հաշվեք այն հետևորդները, որ կան, պատկերացնեք ամեն մեկը նամակ գրի, եւ որ դու այդ նամակին պատասխանում ես, ինքն էլ կարա արձագանքի։ Ու երբ որ դու ես արձագանքում, ինքն էլ կարա արձագանքի, ու ասենք օրինակ 20,000-ից ավել մարդ փորձին նման բան անի։ Կուզեն որ նստեք, հաշվարկ անեք, հնարավոր է նման ձևով վարվել, բոլորին պատասխանել։ Մանավանդ այդ արձագանքելով։ Որ չուտես, որ չխմես, որ չամուսնանաս, որ երեխա չունենաս, որ գիշեր չլինի, միգուցե հնարավոր է։ Բայց սա չի նշանակում, որ չենք պատասխանում։ Ժամանակ առ ժամանակ մտնում եմ, օրինակ 20 հոգու պատասխանում եմ։ Խորհուրդ կտամ հիմնականում Instagram-ում գրողներին, եթե չի պատասխանվել, մի հատ հարցական նշան դրեք, մի բան նշան անեք, որ ձեր նամակը բարձրանա վերև, որտեվ տակը կարող է 1000 հատ նամակ կա։ Առանց չափազանցնելու եմ ասում։ Հիմնականում գաղտնիքս բացում եմ, հիմնականում պատասխանում եմ Instagram-ով, որովհետև Facebook-ով գրեթե անհնար է։ Այնտեղ նամակների քանակը պարզապես անցնում է հազարները ու չեմ հասցնում, հնարավոր էլ չի։ Դրա համար նույնիսկ կոչ կանեմ ձեզ, որոշ մարդկանց համար նույնիսկ մարգարեական, որ հարց տվողներից դարձեք պատասխաններ, դուք դառնաք պատասխաններ, սիրելիներ, բայց իհարկե շատ հարցեր են տվել, շատ պատասխաններ են ստացել ու Աստված
գործել էր իրականում։ Ես էլ եմ խնդրում, որ հնարավորինս կարողանամ այդ ամեն ինչ անել ու անում եմ մեծ սիրով։ Պարզապես ասում եմ, որ բոլորին հնարավոր չի։ Կարող է այդ բոլորի մեջ մեկ էլ որ շատ շուտ է գրել, մի տարի առաջ է գրել, մեկ էլ գտել եմ այդ նամակը նորից բարձրացել է վերև կամ ինքը նորից է գրել, ես տեսել եմ ու սիրով պատասխանել եմ, հիմնականում նույնիսկ ձայնով աղոթել եմ։ Instagram-ում հիմնականում ձայնով աղոթում եմ, ասում եմ ընդունի հետս, միաբանվի հետս աղոթում ենք ու հրաշքներ ու նշաններ էլ ա եղել։ Հենց այդ աղոթքների պատճառով մարդիկ էլ ուղղակի ամեն ինչ որ երբ որ հակիրճ անենք, ոչ թե դարձնենք դա շփման միջոց, այլ պարզապես եթե մի բան ենք շատ լուրջ հարցը տալիս ենք, պատասխանը ստանում ենք, շնորհակալություն ու գնում ենք առաջ։ Այնպես որ երբ որ հակիրճ ենք, թե չէ մարդիկ կան կարող է մի 20 հատ ձայնային հաղորդագրություն ուղարկեն։ Ոնց կարելի այդ 20 հատը, որ ամեն մեկը 3-4 րոպե դու լսես ու պատասխանես, իրանք շատ են։ Եկեք իրար էլ տեղ տանք, որ եթե հակիրճ անենք, ամեն ինչ լավ կլինի։ Փառք Աստծուն։ Ու երբ որ նույնպես հարցերը տալիս ենք մեկնաբանություններում, էդ էլ հիմնականում փորձում եմ ընդեղ էլ պատասխանել, շատ լավ է մեկնաբանության, եթե դու որևէ սոցիալական հարթակ չունես, հանգիստ կարաս YouTube-ում մեկնաբանության մեջ գրես, նույնիսկ երբեմն մեր ուրիշ որտեվ դա public է, որտեվ հանրայնական է, դրա համար ուրիշներն էլ են պատասխանում, մեծամասամբ ծառայողները մեկ-մեկ ցույց են տալիս, ասում են, այստեղ նամակ կա, ուզում են որ պատասխանես, ես պատասխանում եմ կամ ասում եմ դու պատասխանի, ընդհանրենք հասցե են ուզում, հեռախոսի համար են ուզում կամ ինչ որ այլ ինֆորմացիոն բնույթի հարց են գրում, մենք պատասխանում ենք։ Այնպես որ սա էլ որպես նամակների պատասխանի հետ կապված։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն մարդկանց, որ բամբասում են, չարախոսում են, հայոյում են, արդյոք պատասխանում եք իրենց։ Իրականում սիրելիներ, փառք Աստծուն, որ այդպիսի մարդիկ շատ քիչ են, իրականում հիմնականում տեսնում ես մեկնաբանությունների մեջ այդ չարախոսությունները կամ բամբասանքները կամ ուրիշ տեղից ես լսում կամ հայոյանքները մեկնաբանությունների մեջ, դրա համար մի բան կասեմ մեր դիտողներին, որպեսզի դրանք խլանան ու ճնշող փոքրամասնություն լինեն այդ հայոյանքները, իրականում պետքա դուք էլ մեկնաբանությունները լցնեք բարեխոսություններով, որպեսզի պապանձվի չարախոսությունը։ Դա ամենալավ պատասխանն է, մենք չարով չենք պատասխանում։ Մենք չարը պատասխանում ենք բարիով, միայն բարիով, որպեսզի Աստծո խոսքը պահած լինենք։ Ու երբ որ լցված ենք սիրով, մենք չենք կարող չար բան անենք։ Իհարկե, որպես խոստովանություն, որպես վկայություն անեմ, սկզբում որ այդ հայոյանքները, բաները մեկ-մեկ տեսնում էի ու փառք Աստծո, որ մեկ-մեկ երբեմն հազվադեպ ջնջում էի կամ որպեսզի ուրիշ մարդիկ չտեսնեն, առիթից օգտվելով ասում եմ ամոթել է, որ նման մարդիկ գրում են, արդեն իրենց երեսն են պատռում, բայց հետո սկսեցի աղոթել այդ մարդկանց համար ու հռչակումներ անել, ասելու որ դու ես մարդն ես, դու շուտով կդառնաս հզոր ծառայող ու սկսում էի ասենց աչքիս առջև տեսնել, որ գալիս է մի օր, որ գալիս է ինքը մոտենում է, ասում է, գիտես ժամանակին քեզ հայոյել եմ, վատ բաներ եմ ասել, բայց հետո լսել եմ քո խոսքը, քո երգը ու եղել է նման բաներ, փառք Աստծուն, Աստված կպնում է, երբ որ սկսում ենք աղոթել, ոչ թե չարով պատասխանել, հիմա ապաշխարել ենք, զղջում ենք, ոնց կարայինք մենք տենց բան անենք, իրականում դիվար էինք, ասում են, իրենք էլ ասում են, որ դևերով լցված էինք, հայոյանքով լցված էինք, դրա համար էլ այդ քայլը կատարում ենք ու փառք Աստծուն նման հրաշքների համար ու իրականում սիրելիներ հրճակումներ եմ անում, աղոթք հրճակումներ, ասում եմ դու Սողոսն ես, բայց կգա ժամանակը կդառնաս Պողոս ու կգաս ու կխոստովանես ու կդառնաս Աստծո ծառա, հետո էլ ամենտեղ կվկայես, որ այդպես է եղել ու անպայման սիրելիներ, շատ կարևոր է մեկնաբանությունները, որտեվ այնտեղ է հիմնականում այդ հայոյանքն էլ, բամբասանքն էլ գրում են, դա ոնց որ ինստրուկցիա լինի, դա ոնց որ չափանիշ լինի, որ կարդում ես տակը վատ բաները շատ է, ուրեմն վերևի նյութը ուրեմն վատն է, բայց երբ որ կարդում ես լավ բաները մեծամասնությունը, իհարկե մեր երգերը, մեր հոգևոր տեսանյութերը մեծամասնությունը 99%-ը լավ է, ուրեմն լավ է, դրա համար հեղեղեք, մի ալարեք, մի ծուլացեք, ինչ որ մի բան գրելու անցած հաղորդման ժամանակ էլ ասեցի, միայն ամեն մի գրեք, մի բան գրեք, խորհուրդ եմ տալիս բոլորը նայեն, օրինակ, եթե քո սրտին կպել է, ինչ որ մեկին կարող ես նույնիսկ ուղարկել, գիտեք, այս ամեն ինչը ինչ որ ասում եմ, չափազանց կարևոր է։
Երբ որ ասում եմ օրինակ բաժանորդագրվել, որ ալիքը արչև գնա, օրինակ, ասենք մարդկանց մեջ տարածվի, դա մենք տերմինն ենք փոխում ժամանակակից ձևով, բայց իրականում դա այն է, ինչ որ Հիսուս Քրիստոսը մեզ ասեց ավետարանը տարածեք, գնացեք ավետարանը տարածեք ամբողջ աշխարհով։ Հիմա այնքան հեշտացել է, դու դժվար թե կարողանաս երբ ուզես գնաս Շվեյցարիա, երբ ուզես գնաս Ամերիկա ու ավետարանը տանես, բայց կարող ես վերցնել հղումը, ուղարկել Ամերիկա, Շվեյցարիա քո բարեկամին, ասել այս բանը նայի կամ այս ինչ տեղը, այս ինչ վարքյան ես նայի, այ տեսեք քեզ ինչ ասում, ոնց որ քո համար լինի օրինակ։ Դու տարածում ես, որովհետև այնքան կարևոր է, երբ որ դու հավանում ես, կա ալգորիթմ, կա այդ սոցցանցերի YouTube-ի մեջ կա ալգորիթմ, երբ որ հավանում ես, ինքը հասկանում է, ռոբոտը հասկանում է, որ դա շատ կարևոր է, դրա համար շեշտում են, որ սա շատ կարևոր է, որ անենք։ Միայն մեր ինչի վերաբերում, ցանկացած բարի բան, երբ որ դու տեսնում ես ու գիտես տարածելով լավ բան ես անում, դա տարածի հավանի ու տարածի կամ մեկին ուղարկի, այդ ձևով մեծ բան ես դու անում, կամ մինչև վերջ նայի մի կեսից sense անջատի, որ չհասկանա, որ դու ուրեմն անպետք բան է, որ կեսից անջատում են։ Դա շատ կարևոր է, դա ուսումնասիրել եմ, տեսել եմ, հասկացել եմ, ոնց որ մասնագիտացած լինեմ նման բանի մեջ, դրա համար եմ խորհուրդ տալի, որովհետև մենք հզոր վկայություն ունենք։ Այ օրինակ մեր Լիբանանի եկեղեցու հովիվը հրաշալի անձնավորություն, մարդկանց կյանքեր փոխող, պատմություն կերտող մարդ Facebook-ում նկատել է իմ փոքրիկ քարոզներից, վիդեո քարոզներից մեկը, որտեղ վերևը գրված է եղել քո թշնամու մարտավարությունը, որպես վերնագիր։ Ինչ որ մեկն էլ քույրիկներից մեկը տարածել է, ինքն էլ տեսել է ու շատ կարճ ժամանակ հետո արդեն ինքը մեր եկեղեցում էր։ Փրկվեց մարդը, փրկվեց։ Դու հասկանում ես ինչ մեծ բան ես դու անում։ Երբ որ դիտում ես, հավանում ես, հավանման այդ կոճակը սեղմի։ Դրա մեջ վատ բան չկա։ Դուք մտածում եք երևի հոգևոր մարդիկ sense բաներ պետք է չասեին, բայց ոչ թե մենք լայքեր ենք դիզում մեր ալիքներում ու կամ չգիտեմ սոցցանցերում։ Ընդհակառակ մենք ասում ենք, որ չարը շատ մասնագիտացած է դրանում։ Մենք էլ պետքա մասնակիցին լինենք ու ճիշտ ձևով վարվենք, որ հավանում ենք։ Օրինակ, եթե պատկերացնում ես, նստած ես, խոսում ես, մեկը այսպես է նայում, այսինքն չի հավանում, մեկն էլ այսպես է նայում։ Այդ էմոջիները կա, այդ սմայլիկները կա, որ դու այդ ամեն ինչն անում ես, ինքս հասկանում եմ, որ լավ պրոդուկտ է, լավ ինչ որ բան է ընկել իր դաշտում, այսինքն, ասենք YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, լավ բան ընկել, ինքը ինչ անում, որոշում առաջարկի։ Ինչի համար, մեկ էլ քո ընկերների տեսանյութերը, հավանածները մեկ է քեզ է բերում ու տեսնում ես, որ նա հավանել է, այս տրամաբանությամբ է այս ամեն ինչը, դրա համար էլ ավետարանը տարածվում է։ Սկզբում ես ինքս տեսնելով, ասի ես ինչքան վատ բաներ կա այս համացանցում, ներսից է Սուրբ Հոգին, եթե լավ բաներ դուք չլցնեք, ապա վատ բան լցնողները այսպես պատրաստ են միշտ լցնելու, որ ձեր երեխաներն էլ հեռախոսը վերցնեն, ինչ թերթեն վատ բաները գա։ Կուզեք, բնականաբար չեք ուզում, կամ դուք։ Դրա համար դուք ինքներդ տարածեք, որ լավ բաները շատանան։ Ու դա էլ կքաջալարի նաև արտադրողին, որ արտադրողն էլ կանգնի, նորից անի, ասի տարածվում են, ոնց որ COVID-ի ժամանակ մենք սկսեցինք երգել, տարածել, ու այդ ամեն ինչը տարածվեց։ Ու ինքնաբերաբար է եղել, մենք որոշում չենք կայացրել, նստում ենք, սենց ենք անում, ինչ որ մարքեթինգի մարդիկ չենք, մենք ավետարանիչ մարդիկ ենք, քարոզող մարդիկ ենք, անում ենք ինչ որ Տերն է ուզում։ Դրա համար դուք էլ անմասն մի մնացեք, մասնակից եղեք ու ակտիվ եղեք, չեմ ասում ապրեք այնտեղ, արեք, տարածեք ու ավելի շատ աղոթքի ու խոսքի մեջ եղեք։ Ու հիմա էլ կառաջարկեմ, որ անպայման միասին աղոթենք։ Եթե ձեր մեջ կան հիվանդներ, խնդրեմ ուղակի ձեռքդ էլ դնես հիվանդ տեղիդ կամ եթե ներքին հիվանդությունը պարզապես ձեռքդ դնես սրտիդ ու մենք աղոթ կանենք միասին բժշկության համար, որ օրհնվեք դուք ու կարողանաք անեք այն ինչ որ Աստված ուզում է։ Ու մի բան էլ ասեմ, քանի որ սա հարց-պատասխան ֆորմատի մեջ է, կտրուկ հարցեր ու սա էլ ինքնաբերաբար եղավ, որովհետև լիքը հարցեր էին տալիս, ասի ժամանակն է, որ ասենց ուղակի հնարավորություն տանք այդ հարցերի պատասխանը իմանալու։ Դուք էլ մարգարեական եմ ասում, հարց տվողից դառնաք պատասխաներ։ Ոնց է դա գալիս։ Տիրոջ այդ շփումից, Աստծո խոսքը շատ կարդալուց, լցվելուց Աստծով։ Ու դու կերպարանափոխվում ես։ Դու դառնում ես հարցից պատասխան։ Ու շատերը քեզ փնտրում են որպես պատասխան։ Ինչի են շատերը գալիս դիմում, տեսնում են, որ լցվել ես Աստծով, Աստծուց ստացել ես, եւ բոլորը այտենց եղեք։ Դրա համար քաջալերում եմ, այս աղոթքն էլ հենց դրա համար է, նաև բժշկության համար։ Տեր իմ Աստված Հիսուս Քրիստոսի փառահեղ անունով հենց հիմա աղոթում ենք ամեն դիտողի համար, ամեն հարց տվողի համար, մենք օրհնում ենք նրանց, մարգարեական ասում ենք, թող մտերմանան քեզ հետ, Տեր իմ Աստված ու հարցեր տվողից դառնան
հարցերին պատասխանող ու նույնպես խորապես պատասխանող, քեզ լավ ճանաչող, քեզ մտերիմ իմացող իրապես քո ընկերները դառնան Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ աղոթում ենք նաեւ ամեն հիվանդության դեմ մտավորից սկսած, շնչավորից սկսած մինչև մարմնավոր, հոգևոր հիվանդությունների դեմ ու ասում ենք պապանձված լինեք հիվանդություններ ամեն տեսակի Հիսուս Քրիստոսի անունով ու հռչակում եմ Սուրբ անունդ Տեր պարզապես փայլատակվի նրանց կյանքի մեջ, լուսավորվի նրանց կյանքի մեջ Հիսուս անունը ու գա բժշկություն, ցրվի ամեն մշուշ, ցրվի ամեն խավար ու եղբայրներս քույրերս լինեն օրհնված ամեն բնագավառում Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ եթե մեկն ես, որ Հիսուս Քրիստոսին Տեր չես դավանել, կխնդրեմ այս աղոթքը իմ հետևից անես, ասես Հայր իմ Աստված, ես հավատում եմ, որ դու Հիսուս Քրիստոսին ուղարկեցիր այս աշխարհ։ Հիսուս, ես դավանում եմ քեզ, որպես իմ փրկիչ եւ որպես իմ Տեր։ Արի իմ կյանքի մեջ, իմ սրտի մեջ, լցրու ինձ քո Սուրբ Հոգով, առաջնորդիր ինձ քո Սուրբ Հոգով, ես ուզում եմ լինեմ քո հետևորդը, քո աշակերտը։ Շնորհակալ եմ քո սիրո համար, շնորհակալ եմ քո արյան համար, փառք քեզ Տեր քո խաչի համար։ Ես քոնն եմ այսօրվանից մինչև հավիտյան, դու էլ իմ Տերն ես։ Փառքն ու պատիվը միայն ու միայն քեզ ամենակարող Աստված Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելիներ, մինչև ստեսություն ասելը ուզում եմ ձեզ կոչ անեմ, եթե դու քո քաղաքում, քո գյուղում ունես եկեղեցի անպայման արի։ Ճեղքի ու արի, գիտեմ կարող է լինեն արգելքներ կամ կարող է ինքնաբերաբար միշտ ինտերնետային հետևորդ ես, բայց արի։ Եթե ճանաչում ես ինձ, արի, մոտեցի, ասա, գիտես, երկար ժամանակ շատ է եղել նման բան։ Երկար ժամանակ հետևորդ էի ու որոշեցի հենց այդ կոչով մոտենալ։ Արի անպայման, մենք քեզ համար աղոթ կանենք, կծանոթանանք ու Աստծուն փառք կտանք։ Այնպես որ սպասում եմ ձեզ։ Տերը օրհնելով օրհնի, մնացեք խաղաղությամբ ու միշտ օրհնված։ Փառք Հիսուսին ձեզ համար։ Ամեն։